Թեհրանում նոյեմբերի 29-ին բրիտանական դեսպանատան վրա գործած հարձակումը դարձել է շղթայական ռեակցիայի առիթ։ Երբ Մեծ Բրիտանիան Իրանից հետ կանչեց իր դեսպանին, նույն արեցին Ֆրանսիան, Գերմանիան ու Հոլանդիան։ Եվրամիության երկրների արտգործնախարարների հանդիպման մասնակիցները Իրանի իշխանությունների հետ կապված 179 անձի ու հաստատության դեմ կկիրառեն պատժամիջոցներ, որոնք միջազգային հանրության պահանջներին հակառակ շարունակում են միջուկային ծրագրի մշակումը։ Ֆրանսիան այս քայլին դիմել է մասնավորապես հիմք ընդունելով իրանական իշխանությունների Վիեննայի կոնվենցիայի դրույթների խախտումը։ Խախտումներով են իրագործվել բրիտանական դիվանագիտական առաքելության վրա հարձակումները, հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարության ներկայացուցիչը, իսկ Գերմանիան իր դեսպանին Իրանից հետ է կանչել խորհրդակցությունների նպատակով։ Իր դեսպանին հետ կանչելու մասին մտածում է նաև Իտալիան, մինչև Իրանը պաշտոնապես չտրամադրի անվտանգության համապատասխան երաշխիքներ։ Անդրադառնալով այս ամենին, Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը հերքել է այն մեղադրանքները, թե Իսլամական Հանրապետությունն ունակ չէ ապահովելու արտասահմանյան դիվանագիտական առաքելությունների անվտանգությունը, բրիտանական դեսպանատան վրա իրականացված հարձակումն անվանելով տարերային երևույթ։ Լիանա Հակոբյան, ժամը լրատվական։